Առավոտները լույսով մեր մոտ այս եղանակա սարերությունը չի հանվում դար ուզում եմ ուղարկեմ դպրոց Ալեքսին ու ասենք Փալոզնաշի գրիշեք չէ այս մանշակից նվերներն եկեք փորձենք Տենանք հակովա թե չէ Սիրունա բարով մասես Վերսի Շատ սիրունա դու հավանում ես Հա շիշտ գնում իրար հետ երեգել ասել եկել սիրելի հետևորդներ ջան ու այսօր էլ այս հենց եղանակա անամպ, լազուր կապույտ սիրուն երկինքան կակաչների մասին եք գրել այո ճիշտ էլ նկատել եք, ճիշտ էլ գրել եք սաղ ավիրել, աքանդել, ջարդել այսքան շուտ պետք է սենց չլնեն այս իմ սիրուն կակաչները բայց թե ունեցանք են ինչ ունենք սիրելի հետևորդներ ջան գոնե մի հատիկը չի պատսպարվել կարկուտից ու անձրևից այս կոմինը յասամանից կարող է մի քիչ կիսափրկված վիճակը մտնեն այսա բնության օրենքն ծտերի երգը լավն է չեմ խոտ է այսքան է հասել երեք պայմանավորվել եմ եկել է նայել է դե մտածեցինք որ ուշ կլինի մինչև գա հույս ունենամ այսօր կգա փոշմանած չի լինի պիոններն էլ են սենց մեծացել եկեք հետ տանեմ տեսախցիկը ոնց եմ ուզում ես արանքը սենց վերանա ու այսենց ցեմենտ բիտոն լինի եսի տեսնենք այսենց Տնանք այսօր ինչա կատարվում այսենց իսատ բրատ լիքը գործ կա այս աշխարհում ու մեր տանը տենց բաներ Սիրելի հետևորդներ ջան դեմքով ձեզ արդեն բարի կեսօր ասեմ Ալեքսին իր պապան դպրոց տարավ հետո ընկերուհիս ա եկել կոֆե ենք խմել վայջազվեն բա ու տարօրինակ ձևի համ եղանակն ա փոխվել համ գլխացավ կոկորտ հաս չեմ հասկանում թե այս ինչա կատարվում թե կրկին ենք անում, թե ինչ ենք անում, չգիտեմ, բայց որ լավ չեմ զգում, այդ մի բանը հաստատ գիտեմ Այդ դպրոցից հետո Նիկան ինքը գլազունյա սարքեցի, նախաճաշեց, ես չէ, որովհետև չէի ուզում ընդհանրապես ախորժակ չունեմ ոչ մի բանի անընդհատ հեղուկ
անընդհատ ջուր, մի այլ բարձի ջուր, 3 անգամ պլանավորել էի այսօրվա օրս, դրա համար ճիշտ եմ էլի ասեմ, Աստծո պլանները միշտ ուրիշ են, ինչքան ուզնա մենք մեր օրը պլանավորենք, Աստծուց առաջ ընկնել հեչ պետք չի։ Երեք սենց էի մտածում, դե կոպիտ ասած շատ քաշ եկանք, հաստեից են մի դուրը, են մի դռնից են մի դուրը, այն որ արդեն ոչ թե հոգնում ես զահլետ գնմա, ընքան նա որ օրենքը պահանջում ա դու էլ անելու ես սուսպուս լուրումոչ, մի օր մանրակրկիտ ձևով կպատմեմ, ես ինչ թղթեր եմ այդքան հավաքում, պատկերացրեք են, որ նոտարի մոտ մտանք, նոտարն ասում է, ես դեռ չեք պրծել, ասում եմ չէ, հույս էլ չկա։ Մի խոսքով էլի, իրոք հասկացա, որ իմ գնալը պետքը չէր, դրան զուգահեռ էլ հասկացա, որ Նիկան ինքը չէր ուզում մենակ գնար։ Ինձ վեր կարավ հետը տարավ, դրանից էլ ուրախացա, եթե անկեղծ։ Ու որ հետ է գալի, դե մարդու կնիկ խոսում ենք, ասում եմ ինչ ես անելու, գոնե երեկվա օրը էտա մի քիչ Ալեքսինը եղավ, այսօր եղանակն ավելի ավատացել, էսա նորից կրկին սելավա թափելու, որ գալուց առաջ Նիկան մտածել էր, էլի ասում էր մի օր անտառ կգնանք, մի օր ձորը կգնանք, մի օր ստեղ, մի օր ընդեղ, լավ տեսակ, որ ոչ մի տեղ էլ եղանակը չի թողում բառիս ուղի իմաստով, փոշոտում էլ չի ինելու, այն որ կասկածելով էի ասում, հմի վստահ կարամ ասեմ, սավ մայիս ամիսն են անձրև առնելու, իսկ թեկուզ անձրևի դեպքում այն որ փոքր մենք գյոլ ենք ասում մեր նորվա բարբարում, այն հմի ես սեզոնին, որտեղ գյոլ տենայինք, այդ ջրերեսը պետքա դեղին կամ սպիտակ փոշի իրներ, ոչ ենկա, ոչ էլ ենկա, ոչ էլ եղևնիների վրա ինչ-որ թե բան կա, ոչ մի բան էլ չկա, սուտ խոսարներ չեմ սիրում, մեղկս ինչ թարցում, ովքեր ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ դա այսպես է, ինձ նմա էլի շատ եք հարցնեմ, խոհանոցային էջում էլ երեք կարդմեի փոշոտում, խելքս չի կտրի, ես իմ թե էտ ինչ պետք ալվի, որ այն առաջվա տարիների նման ընտիր փոշոտում լնի, նայմ էինք անտար սպիտակ շերտը ծածկում էր, կապույտերա է հակել վլոգել ունեմ այդ ծևի նկարահանած, մտել դենդրոպարկ դեղին գույն դարած դուս եկա դեղին փոշին նստած, այս տարի տենց բաներ հաստատ չի գնելու, ովքեր էլ կասեն կան, ուրեմն իրանց մարկա, չգիտեմ։ Ինչև է, երեք Նիկայի հետ գալուց խոսում էի, քանի Ալեքսը սպարապունքի ես, ասի եկուց ինչ ես ուզում արածրնես, դե գերեզմանները ներկեց, այն բանը չի, էլի որ տանեմ ցույց տամ, վերջը պետք չի, ու ասում էր մի երես էլ այսօր աներկելու, սարքելը օտիդու սարքել ենք, ոնց պետքներ, ոնց հարկներ, ու կատակով ասում եմ բա իմ տեղը, բայց թե բախի կատակով էլի հետևածներ սաղից վերջնել է տա էլի, մանավանդ այն դեպքից հետո, երբ որ տեղա ռիմատատը երկու տղա ունի սարի պես, մարդ ինքն իրա գերեզմանն էլ էր սարքել, քարն էլ էր սարքել, ամեն ինչ էլ արել էր, կոպիտ ասած, հասկացաք ինչ էի ուզում ասեմ, իրանց պետք ավելացնել 2 հատ թիվ, Նիկան ասավ կգնամ գերեզմանները վերջնական մի երես էլ կներկեմ, շինչս կդրմա ու մրսում եմ տակ շոու եմ հակել, ու ասավ ընդայից ենկոմ ես տան մեջի գործեր ունենք, սարցախցիկն եմ ուզում տեղափոխենք, դե ես դեմ, ասի դե որ դու կգնաս, ես էլ այդ ընթացքում ինքը չի սիրում, որ տան դուրը փագլնի տուն գատենա, տան դուրը փագա, ասի ոնց էլնի դու մի ժամ կբզբզաս, թե բա հա, մի քիչ էլ ավել, որովհետև մանրակրկիտ ամեն կոմերով ներկմա մեջից դրսից, ասի դե ես էլ կգնամ, մի ուրիշ թղթաբանություն ունեմ, երեք դրանից մի տեղ եկանք ընդամենը վերցրի,
դեռ անասնաբուժի պետք է տանեմ, բերեմ, սկի մի հատ շունչ ունեմ, բայց անասնաբուժի տեղեկանք եմ տանում, ներկայացնեմ, ամեն դեպքում օրենքն է։ Ասի ես ալ էդ կանեմ, են էլ սիելի հետևորդներ ժամը 6-ից տառապում եմ, համ աչքերից ցավում, համ գլխացած գում եմ, գիտեմ, վստահ եմ, որ սա այ ճնշում չի, կոֆես պետք է թափեի, լավ պրծանք, վստահ եմ, գիտեմ, էլի եմ, որ չափեմ էլ, սա ճնշումի բան չի 100%, մաման է ասում էր, սկվազնյակի տակ կնգնես, ես կնես, են կնես, այ մարդ ես բոլորվա սկվազնյակի տակ կնգնողն էի, կարող է տենց մի բան կար, բայց չէ, ես մտածում եմ, այս վիրուսը են վիրուսն է, որ կրկինը տալիս է էլի, ու ես կրկինի մեջ եմ ես պահին, ու ոնց են ասում, հետ ինձ լավ չէ լսում, ինչև է, սիրելի հետևորդներ, Ալեքսիս դպրոց տարավ Նիկա, այդ ժամանակ տուն եկավ, չայ խմեց, կոպիտ ասած առանց նախաճաշի, ուղղակի չայ խմեց, ինքը սիրում է, չայ միշտ ասել եմ, ասավ գնում եմ գերեզմանները, դու ինչ տեսանի, ասի խելքս բան չի գտրեմ, վախեցա էլի, որ ասեմ, լավ չեմ զգում, ով ասի ոչ մի բանի հավես չկա, ասավ տանն ես լնելու, թե ոնց ասի երևի թե հավես չկա, ոչ մի բանի, չուզեցի ասեմ, որ շատ վատ եմ զգում, բայց էտա հետո եկավ հասկացավ, ասավ դե ես գնամ գերեզմանները, վերջնական ներկեմ բզբզան, օպա, ու գամ, գնաց, սիրում եմ շփվել մարդկանց հետ, գիտեք, առավել ևս դասարանի ծնողների հետ, շփումը կա Աստծուն փառք, էտա խոսում ենք, մեկ էլ նայում եկավ, մտածեցի սենց մտքիս մեջ էլի, ճիշտ է մարդուկին ես, բայց ոնց ասեմ, մտածված ես էլի, դիմացիդ մարդուն հարց տալիս, անկախ նրանից մարդա, թե քո կողակիցն է, ես սիրում եմ մտածված հարց տամ, ուզում էի ասեմ, ես խի սենց շուտ եկար, հետո ասի լավ է, դրանից հետո, թե ուզում եմ գնամ, մի քիչ ցայվեմ, դե ոնց գիտես, էլի զարմացա, բայց ծպտուն չեմ հանում, մեկ էլ էտա եկավ, ուզում եմ դուրս գնամ, ինչ օրեր հագնեմ, որը ճիշտ կլինի, սուս-փուս, լուրումունջ, տալիս եմ, կել ասմախի չես հարցնեմ, այսօր ես գնեմ, ասի դե մի ձևի եսիմ, ինչ հարցնեմ, ու եմ պետք է որ գնում ես, նեղված էր շատ, իր անկերն էր մահացել մի խոսքով, ինչ բանա հեռուները էլի, ընդերից, ու սենց մի խոսքով ինքը գնաց, էտ այս 2-3 օրն էլ տենց կլնի, ու ես անգամ նեղվեց, ասում եմ որ տես ինչ բաներ, սենց բան չեր էլ է, կոպիտ ասած, մահի հետևից, կներ ընքան սրտից փափուկ կա, նկատած կլնեք, շատ փափ կա սիրտա, ինքը շատ նրբանկա, շատ լավ մարդ է, լավ բնավորության տեր, բարի, հանգիստ, համեստ, մի խոսքով շատ կա տակասեր, այն որ մեկ երես ենք առնում ու հավեսին գնեմ, հետ չես ասի, որ էտեն Նիկան է, ով կարա տենց կատակներ անի, թողեց գնաց, ու որ խորը մտածում եմ, ասում եմ Աստված ջան, Տեր ջան, պահի ու պահպանի մեզ, առողջություն տուր, կյանք տուր մեզ, աշխարհին էլ խաղաղություն տուր, մնացածը լրիվ ստից բաներ են, հավատացեք, մի ժամանակ այն փոքր երեխա վաղտ սաղս ենք չէ մտածել, վայ մեր մամա պապան շատ հարուստ լինեն, վայ սենց ապրենք, վայ նենց ապրենք, սիրելի հետևորդներ վստահ եմ,
մեր մեջից շատերի մտքով էլի անգամ 90-ն, որ մեր երեխեքը դա չեն տենում։ Ես իմ գրականության անգիրը թղթի վրա էի արտագրում, են որ գիրքը զորով էին գտնում, քրիստոմատիա ենք անցնում, ու չէի, որ դասատուից կանգնեի ասեի չեմ հասցրել, գիրք չունեմ, ինքը երբեք չէր նեղվելու, հասկանում էին ուսուցիչը, շակերտ կապը լավն էր էլի, բայց ոնց կլներ, հանկարծ մաման իմանար, ես դաս չեմ արել, ու գիտեր, միշտ հարցնում էր, ասում էր չկա այդ գրքից, չկա առնենք, որտեղից, չկար, դժվար էր, այն 90-ականների տարիները դժվար էր, համ գիրք չէինք ճարում, համ մոմի լույսի տակին էինք սովորում, բայց պարտավորվածության զգացողությունը իմ մեջ շատ է եղել, ու մինչև օրս մնացել է, իսկ հմիկվա սերունդը հազարներողություն շատ-շատերից, բայց կա էլի, տենց բան կա, նկատելի է, այն որ ամենաթույն պատճառը կգտնեն, որ դասից հետ կանգնեն, դա ցավալի է, չգիտեմ, միցեւի ուրիշ է, ու սիրելի հետևորդներ ջան, ինչ էի էլի ուզում ասեմ, որ այն ժամանակ մտածում էինք հարստությունը ամեն հարց լուծում է, բայց տարիների փորձը ցույց է տալի, որ ճիշտ է, փողը դեր է խաղում, իրավիճակը փոխում, բայց այն որ մեշոկով կոպիտ ասած փողել տաս, առողջությունը թե չես բերի, դրա համար առողջությունից թանկ բան չկա, ու այս տողերը այն որ այդ 90-ականներին խոսքը ես լսեի, կասեի, վայ այ մարդ, այս մարդիկ ես ինչ են ասում, բայց որ մեծանում ես, այդ ամեն ինչի մեջ հովանցնում ես, կա չէ սենց բան, ասմա պառավը գիտուն չի լնում, գլխովն անցած ալնում, այս այդ տարբերակն է սիրելի հետևորդներ ջան, դրա համար պահեք ու պահպանեք ձեր առողջությունը հնարավորինս շատ, նույնը և ես, նույնը և մաման, այ մամային չենք կարում համոզենք երեգնիկ անել ասում, դե ես միշտ եմ ասում, ախպերս վաբշե, չի կատեգորիկ չի ուզում, որ օրինակ գնանք մի նորմալ կենտրոն, այդ ճնշումի պատճառահետևանքային գործոնը գտնենք էլի, ինչից կարա տենց լինի, այն որ նայում եմ մորս աչկերին ու տենում եմ, որ շաղված ավաղ, պես թե ինչ կարամ անեմ, ասողին լսող է պետք, իսկ այդ դեպքում զրո պատասխան, տենց բաներ, դրա համար Աստված ջան հմիել եմ քեզ բարձրաձայն խնդրում, պահի ու պահպանի մեզ, առողջություն տուր մեզ, աշխարհին էլ խաղաղություն, այդքանը որ լինի սիրելի հետևորդներ, մնացած ամեն ինչը կլինի, ամեն ինչը, երբեմն գրառումներ եմ կարդում, նայում, անդրադառնում, մտածում, մտքիս մեջ գցում բռնում, ասում եմ տենաս որտեղ են ճիշտ, որտեղ են սխալ, որտեղ եմ ես սխալ, ու այն օր նայում եմ գրառում, գրել են էլի, խեղճաձևանում, էս անում, այն անում, բայց լա իրա ոսկիներին նայեք, սրան նայեք, նրան նայեք, սիրելի հետևորդներ, խեղճ ձևացող մարդը իրա ոսկին չի կրի իրա վրա, իրոք խեղճ կձևանա, ինչի պիտի խեղճ ձևանամ, Աստված տվել է մի կյանք ինձ, մի կյանք էլ ձեզ, ամեքս դասավորենք մեր կյանքը, ամեքս մեր օրը նկարենք, այսօր այս պահին, ասենք թե ես զգում եմ, որ ինձ շատ վատ եմ զգում ու տաքությունս թռնելու է, սա ես իմ թեուր, որ ասեմ վայ վատ եմ, վայ ես, վայ են, միջոցներ ես չէ ձեռնարկում, միտեղ հարց ու փորձ ես անում, միտեղ ունեմ լավ ծանոթներ, բժշկուհիներ, ընկերուհի, զանգում եմ, ասում եմ, ինչ կարամ անեմ, որ ես ինձ լավ զգամ, զանգում եմ իմ Անի Աբովյանին, պետքի դեպքում, մենք ենք մեր կյանքի նկարիչներ, առավել ևս օրվա նկարիչներ, Աստծուն փառք, ինչի պիտի խեղճ ձևանանք, խեղճ գիտեք որտեղ եմ շատ խեղճանում, չափից շատ, անբացատրելի ձևով եմ խեղճանում,
ինձ թվում է հասկացաք։ Այդտեղ շատ եմ խղճանում։ Իսկ ովքեր էլ չհասկացան հազար ներողություն արտահայտությանս համար, բարձրաձայն եմ, չեմ ամաչի։ Ալեքսի չսովորելու, չըմբռնելու, չընկալելու, այդ բաների համար եմ շատ խղճանում, շատ, չափից շատ, բայց հնարավոր ամեն բան ու քայլ, գործ, գործողություն, գործոն, ամեն ինչ անում եմ, որ այդտեղ էլ չխղճանամ, թե չէ ինչ մնա, որ խղճանաս, Աստված չանի, ինչի Աստծուն փառք, որ մենք կանք, ապրում ենք, տանիք ունենք, տուն ունենք, օրվա հաց ունենք, վերջապես տարին մի անգամ տուն է կողամուսին ունեմ, հերս կա, մերս կա, բարեկամներս կան, թանկ բալա ունեմ, ախ ինչի պետք է խղճանամ, սիրելի հետևորդներ, իմաստը։ Իսկ ինչը վերաբերում է ոսկեղենին, կարա լինի եւ ոսկեղեն, կարա լինի եւ բիժուտերիա, այնքան սիրուն բիժուտերիաներ կան, այնքան սիրուն ոսկեղեններ կան։ Խղճացող մարդը ոչ նա է գրում, ոչ էլ նա, ասում է ես չունեմ, էսա է, թող Աստված քիչ-քիչ ամեն ինչից ինձ տա, ես սիրում եմ ընտրել ոսկե միջինը։ Ով էլ ինչ ունենումա կամ դրան արժանանումա հանձինս ես, կամ էլ իր հալալ, զուլալ քրտինքով առնում։ Ինձ թվում է հասկացաք, ինչի մասին է խոսքը։ Ովքեր ինձ ճանաչել են շատ շուտվանից, դպրոցական տարիներում չէ, բայց այն ժամանակ էլ էի գրում, մաման էր պարտադրում դիր, ես էլ ենթակա լսող զավակ, ծնողիդ պետքա լսես, հարգես հնարավորինս, շատ բաների վրա աչք փակելով, եթե տենց դեպքեր էլ կան, կյանքը ամեն ինչ էլ կարա առնի։ Դրանից հետո ուսանողական տարիներին, այ ոնց մի եմ սենց երկուսը դրել, այն ժամանակ 3-ն էի դնում։ Սիրելի հետևորդներ, իմ կուրս ընկերուհիներից կան ինձ հետևորդներ, մեկ գրում են, ու իրանք էդ էլ չլինի, հո ես գիտեմ ճիշտ եմ ասում, հարցը շատ ու քչի մեջ չի, հարցը սիրողական բնավորություն ունենալու մեջ, մարդկա արծաթն է շատ սիրում, մարդկա ոսկին, տեսակ Արուս Կավկազը ինչ հայտարարություն արավ, ես շոկի մեջ ընկա, երբ որ ասավ փետրվարի չգիտեմ քանիսին, ուղիղ մի տարի է, որ ես չունեմ ոչ մի կտոր ոսկի, բայց մարդն ընքան սիրուն դնում էր ու ոսկուն նման բիժուտերիա, ասեք, որ ոչ մեկիդ մտքով էլ չէր անցնում։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Մամա ունեմ, պապա ունեմ, աղբեր ունեմ, ըտեից են կոմ ամուսնացել եմ, հարս եմ եկել, ամուսնու նվերը մի կոմ, կիսուր կեսրարինը մի կոմ, բարեկամներին էլ մի կոմ, դրանից հետո էլ մարդ ես, ուզում ես դու էլ քոնը ստեղծես ունենաս, իմաստը, մարդ կա սիրում է, պահի չի դնում, մարդ էլ կա իմ նման դնում է, ինչ մնա խնդիրը, որից ստեմ ինչ ուզել, բարիացեք, լավ մարդ դարձեք, սիրեք կյանքը իրա բոլոր գույներով, ոսկու գույնով, արծաթի գույնով, արևի լույսով, երկնքի գույնով, խոտի երանգով, այդ գույներով սիրեք կյանքը, սիրելի հետևորդներ, հմիել ասում ես սևը էլեգանտության նշան է, միևնույնն է, սև գույնը, որ հողը փորում ես ու հողից բերք ստանում, այդտեղ է շատ սիրում, վախ ասում ես, ինչ լավ մուկ սև գույն հող է, բերքը լավը կլինի, սև գույնը ես այդտեղ եմ սիրում,
ուրիշ ես իմ անգամ հագել էի սաղը տասիկ սազմա, սաղը տասիկ սիրունա, ես էլ իրոք զգացի, որ սազմա, ես իմ մարդ եմ էլի, մանուշակիս նվերը որ հագամ, ինքն էլ ասավ շատ սազալու անպայման կհագնես, ես էլ իրան հենց նենք չի, որ ասում եմ իմ քույր, հարազատիս պես եմ ինձ ընդունում, որովհետև ինքը գիտի իմ ապրած ամեն ինչը, ոչ թե գիտի զգացել է, ինձ հարցրել է, նայել եմ իրան, չեմ ուզեցել խաբեմ, չեմ էլ ուզեցել սենց բարձր ասեմ էլի, կամ հա, կամ սենց, կամ նենց, ասում է քույրիկս, ես այդքան է հասկացել եմ, դե որ հասկացել ես, ուրեմն իրոք դու իմ քույրիկն ես, այդքան բան, սիրելի հետևորդներ, սկսեցին ձեռքերս ուրչել, շատ սիրել եմ, որ ցուցամատիս ունեի, կեսուրս նվեր էր տվել, սենց փախլավայա ձև ուղանկյուն, փախլավայա ձևը, չէ, նա ուրիշ էր, սենց ուղանկյուն մատանի ունեի, սիրում էի, միշտ ցուցամատիս էի դնում, պարտադիր, Այն խմորանելուց կհանեի, կդնեի, խմորս կանեի, գործերս կպրծնեի, պոլերս կսրբեի ու նորից կդնեի, ոչ մի անգամ Աստծուն փառք, ոչ մի բան չեմ կորցրել, շատ սիրում եմ, բայց այն որ ոսկում էր մի մատը տերկուսնա դառնեմ ուռումա, էլ արդեն գիտակցում ես, որ չէ ստոպ, չի կարելի Մի էլի գոնե ես մեկով եմ յոլա գնում, էլի սիրում եմ, այնպես որ եկեք մեկը մյուսին չխառնենք, սեփական քրտինքով գնացը մի ուրիշ ձևով ես վայելում, նվերդ մի ուրիշ վեհությամբ ու հպարտությամբ, չգիտեմ, ամուսնու նվիրածը մի ուրիշ, մորս հորս նվիրածը մի ուրիշ, աղբորս նվիրածը լրիվ ուրիշ, ամեն ծաղիկ իրա բուրմունքն ունի, դրանք հենց նենց ասած խոսքեր չեն, սիրելի հետևորդներ ջան, նենց որ Անահիտը դեռ 10 քանի տարեկանից էր ոսկի դնում ամառային արձակուրդներին, մաման ասում էր դիր գնում ենք գյուղ Տատս ասում էր, Անահիտ ջան, բալիկ ջան, ասում էր, տատի մաման է ասել, հետո մամային էր ասում, Թամարիկ ջան, աղջիկ ջան, մաման էլ ասում էր, մամ ջան, ես ուզում եմ, իմ աղջիկն ամեն ինչն էլ վայելի, ասում էր, այ բալա ջան, մարդիկը գնան դիել կտան, ասում է, հա ոչ, սենց բաներ կա, սիրելի հետևորդներ, Նենց որ էդ էլ ձեզ անհանգստացնող հարցերը, որ մտածում եք էլի, լավ բաների մասին մտածենք, լավ բաներ քննարկենք, հավեսով քննարկենք, սիրով, հաճույքով, ինչ ասեմ, բայց ոնց հասկանում եմ, երկար եմ ես մենակ մնալու, ուզում եմ մառազիլկիս դարակները հանեմ ու մառազիլկեն տանեմ, գիտեք որտեղ եմ ուզում տանեմ, ճիշտ է այս սենյակը մառազիլկի համար չի նախատեսված, դառնելու է հանգստի սենյակ, ուղղակի գումար չունենք այս պահին, դրա գումարը չունենք, այս որ ասում եմ չունենք, չի նշանակում, որ վայ, Աստծուն փառք Ամեն ինչն էլ իր վախտի կունենանք, նայեք, գիտեք ստեղա, ես էլ գիտեմ, որ սա սրա տեղը չի, Նիկան ասմա չես ուզում սրան հանենք, ասում եմ են էլ ոնց ենք ուզում, դե ես կողքի սենյակները շատ են, կարամ և ընդեղ եք դնեմ, բայց լավոր նախ ընտրում եմ սիրելի հետևորդներ ջան, ստե դնեմ, Էսա տնամ, մոլադեց, սարքելա, մարդն էլիս թավոր,
խնդրեմ, ես ինքը դրել է, սարքել է, քաշել է, այս էլեկտրականության այս մի ամսքի վրա, որ 2 տեղանոց բան ես դնեմ, վարպետները քեզանից 4000 դրամ են ուզում։ Բա որ ինքը տաննել էր, մեր այս բաները սաղ ինքը կաներ, դե եթե ստե ա դրել, ուրեմն սա պիտի գա, մարազիլկեն պիտի գա ստեղ։ Հիմա ուզում եմ տեսախցիկը սանջատեմ ու դարակները հանեմ, սա հելը որ ստե դնենք, սենց բաներ եմ առել, բայց մեր գործը առաջ չի գնում, էլի հետևորդներ չի գնում, ծանր է, այս գործը չի ուզում առաջ գնա, այս ամեր թերապիաների վաղտնա, մենք դեռ չենք պրծել ես, չգիտեմ, տակ, կամաց, ուզում եմ դատարկեմ, սարցախցիկի դարակները, հետո ինքը թեթևա, տենց բաները նենց չի, որ միշտ էլ ես եմ արել, Ալեքսս եկավ, զանգում է, ասում եմ չէ, Ալեքսը վիդեոները մեր ստուգում է ու շատ նեղանում է, ընդով առանց իրա է գնամ, ես էլ ավոյի համար էի թողել, ելնում էր մեկ ձեռը ճղում էր, ասում էի թա իմանաս տեղ կա կգպցնես, ասում մամա առանց ինձ մեկ գնա էլի, երեկ էլ տեսել ա, որ հոր հետ ենք գնամ, հմի զանգել ա, ասում մամա, ես դասերս պրծել եմ, դու տանն ես, ասում եմ հա սրտոջան, ճղոտ, ես տարի, ես ծաղիկս, չի կոկոմ էլ, թե կարող ա գտնեմ կոկոմ, այ, ես մարազիլ տեղն ենք վատն ա, եկեք ես տանեմ սա տեղը տնեմ, հետո, նոր ես գործերը վանցնեմ, տեղափոխեմ, հույս ունենամ մենակով կարամ տեղափոխեմ, գնացի, հայտ ուզում եմ տեղափոխեմ, հա, Սաստեղ ենք դրել, շու, Նիկա, այս կտորն է կարող, հա, ալի, այս դրան առաջին, հա, դյութի բադով էտ խվել, են բալուսկով, նաջարդ վետերևի, հանեցինք մարազիլկը, իմ արևին թաքուն գործ է յանը, եկավ բրնացրեց, այ ներա ճան, ոչ էլ ջարդվեց, ինչ ես ասում, ստել ենք լսկոց, այնա իսկը սրահման է, ան, ուտես, Հլես ես բերել եմ, Աննար, իր մետքը վերջացնեմ նոր էլի, հլի թե չէ, որոշվես, ամեն անգամ էտ նասում, այ, Մոտավոր պիսան դնենք ինքը, չորիշը, ես էլ այստի կարալ, ու ես գնամ ծավիկ ծանեմ, ինչ կասեք, վաղթը նավտ,
Այստեղ չեմ ուզում ցանել, քանի հողը լավ թացա, այս ասերները, փորձեմ ցանել, ճիշտ կանեմ, չէ, այսպես, սենց, տեսեք ինչ լավ հողը, սև, լավ հողը, այսպես, ստատիվս, չգցենք, շատ տնեմ, անցելի դուրս կգա էլի, խոնավա հողը, լավ դուրս կգա, Տեր է գասիր լավ է, չի ներկոտադեն եմ կցում, շատ իր չեմ էլ է, ինչ կարամ անեմ, Այնքան խոնավը, այն ասելու չի, այնքան անձրև եկավ, չափ սահման չկա, Ալեքս ջան, ինչ ես անում, հա, շնչում ես, այսեք սենցա, Ալեքս ներու արի կարոտներից, Ալեքս, արի բեզեք կմնի, սաղ օրը պապան քեզ նույն բանն է ասում, ամեն նոր նույն բանը ասում ես, ամեն նոր, արի էլի կեցնի, հավեցդ գալիս է Ալեքս, բեզեք կմնի, մեզ նայի ես բող, մեզ ես բող, կամ օգնի մի բանով, օգնի, են տրինաժորն էլ ա պետք տանել, են սենյակ, ամեն մի դոր կենամ, հա, ոնց ասես, Ալեքս պալա, արի ես վեդրոն տարեն կրանթից ջուր լծրու բեր տու պապային, Vay Alex can, vay Alex can. Դենանք ինչ դուս կտա, ինչ կարծիքի եք, չգիտեմ ճիշտ եմ ցանում, սխալ եմ ցանում, կարող ասենց պետք է անել, որ ճիշտն ասեմ, չգիտեմ, արդերից դենա, բան չեմ արած, Դենամ ինչ դուս կգա, սրանց էլ էլի պահեմ,
այսքան սերմ ունեմ։ Վերեմ ջուր։ Արեշտե։ Այս կապերներից ուզում ես Ալեքսին գրգեմ մի ածերնոց բերի ուրիշ։ Չէ։ Ուրեմն միշտ մի հատ, երկու հատ տեպան ունենք։ Ստեղ շահաչուտ բացարան կար, հանեցինք, մի խոսքով գիտեք։ Մի հատ է, սենց կտրտեց, չափի վեր կանանք, կծինենք, ստեղ կծինենք, շնորհքի գա, ավելի իմ սրտով էգնի, այն էլ մարազիլ կես, այդտենց, սրամուսի, հազարապեշա, Շպախալի կարմորդ բանքի աչքի սենցենակը ախ ես եղանակը, ինչ ուզում մեզանից սիրակի հետևորդներ ջան, աստծու ամեն օրը, անձրև, սելավ, քանի, կարկուտ, սենց բաններ, ստեկը ծիրինք, հնից հասկատ լավնա, ընդեղ է, հետո զամասկատան է, հաց եղավ էդ վերխենա, Մեր խոպնա հնձվան, հաց եղավ է, այ երեխա ջան, այ ապեր, տեսա կանաչի սենտի հունվի դուք եք տեսեք, ապեր, այ ապեր, թաց եղար, արիգոն է ստեղ ծածկի տակ կանգնի, տուն արի, Են ապերին եմ ասում գա թաց չլի էլի ազնի։ Այդտեղ ծաղիկներ ունեմ։ Ասում եմ թաց է լավ։ Դե մեղ կային իկա։
լավ։ Ապե, հաց էլ արել, հաց եղան։ Նանջատի բան եմ ասում։ Հաց եղան, արի ծածկի տակին գոնե կանգնի, այ երեխա մեղք չես։ Արի մի քիչ սպասի անձրևը կտրի նոր կանես, այ երեխա։ Հա, ոչինչ, արի։ Հաց էլ արել, այ երեխա ջան։